Արքանիկ համապարփակ հաշվետվության համար սիրելի հայրենակիցներ, պատվիրակներ, Հայաստանի Հանրապետության սրտացավ քաղաքացիներ, համագերներ։ Մի քիչ աստված եղիր, մի քիչ պարտված մնա։ Ամոս Սահյանի ամփոփած այս երկդողը մի փոքր այլ համատեքստում ստեղծագործված վերաբերում է ուղղակիորեն մեր կյանքին։ Մեր սերունդը, մենք անցանք, մեր ընտանիքները, ժառանգությունը, մեր համակարգացիները, մեր գերբաժինն ենք ստացել եւ ապրել բարդությունների, զրկանքների, տարատեսակ զրկումների, գորուսների, զիջումների, նվաստացումների եւ այնքան խորը դրված է, որ մենք լրելյան դանում ենք եւ միգուցե չարժի այսօր թվարկել դրանք արդեն բնականորեն յուրաքանչյուր ընտանեկան զրույցում, քաղաքական երկխոսության մեջ, մեր բանավեճների մեջ, մեր տարաձայնություններում արտահայտվում են։ Բայց իսկապես մենք ապրում ենք մի բախտորոշ հանգրվան, որտեղ բարդությունները հերիք են եւ վեր հառնելու մեկնարկային հնարավորությունը մեր առջև է։ Քրիստոս հարյավ իմերելոց այս որ հասական պահին մենք հավաքվել ենք եւ գտնվում ենք կապիտուլացիայի եւ վերածննդի հպատակեցման եւ ինքնիշխանության, ճակատագրապաշտության, ֆաթալիզմի եւ քաղաքացիական ու ազգային իրավունքների սահմանադրական իրացման այս խաչմերուկի առջև։ Ահա որ մեծ պատասխանատվություն է։ Եվ յուրաքանչյուրս գրում ենք մեր բաժին պատասխանատվությունը եւ չենք փախչում դրանից։ Չեմ սիրում ինձանից սկսել, բայց այս հարցում ինձանից եմ սկսում եւ այս դարիների ընթացքում հանցանքով, զանցանքով գրում եմ պատասխանատվությունը այս օրվա համար։ Բայց դա ամբողջական պատկերը չէ, մի ռաֆու, չգիտեմ, բացարիք, միայնակ ձայնը պատասխանատվության կիսման բահով բավական չէ։ Անցնող յուրաքանչյուր իշխանագարկ, վարչագազմ, ղեկավար գրում է անմիջական պատասխանատվություն իրենց քաղաքականությամբ, մեղքերով, ապօրինություններով, որ մենք բոլորս հասանք այսօրվան։ Եվ մինչև հիմա չկա այդ գիտակցումը, այդ ինքնագնահատականը ասելու համար, որ մենք այստեղ արտաքին թե ներքին կարգով մեղանչեցինք, սխալվեցինք, ներողություն ժողովուրդ, չկա։ Բայց մենք դրա դատավորը չենք։ Դա ուրիշ հաղորդակցության ուղի է, բոլորին բարին ենք մաղթում, բայց այդ ամբողջը միասին հավաքված չի կարող բացատրություն տա այսօրվա օրվա ողջ մեղքի եւ պատասխանատվության, որը պատկանում է ամբողջովին ուղղակիորեն այսօրվա իշխանախմբին եւ իր գերագույն գլխավոր ղեկավարին։ Եվ ահա այս խումբն է, այս ղեկավարն է, որ 8 տարի առաջ իբր թե մեր պայքարը շարունակելով եկավ իշխանության մեծ հույսերով, մեծ խոստումներով, մեծ հանձնարարություններով եւ երդումներով, ինքն է, որ հեղինակն է եւ պատասխանատուն է այսօրվա բարդությունների եւ ինքն է, որ պետք է հերանա գեղձավոր խաղաղությամբ գրգնվող
եւ արդեն լեգիտիմություն գործրած յուրաքանչյուր խոսքով, գործով, քաղաքականությամբ եւ ինքնախոստովանությամբ։ Մենք արմենք կարող ենք բացել այդ դրվագները, որով մենք անցել ենք, նվաստացման, միջազգային ամբիոններ, ելույթներ, Արցախի գորուստ, հայ մարդու նվաստացում, բայց կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, բանը ինքնին խոսում են։ Այս վերջի շրջանում, Անդրանիկը հպանցիկ ասաց, մենք սրանից ելնելով ժառանգությունը իր վարչությամբ, ես էլ զուգահեռ որպես համահիմնադիր, արիք ունեցել ենք հաջողության հաղթանակի մեր բանաձևը, մեր առաջարկը ներկայացնել քաղաքական դաշտի։ Քաղաքական դաշտի լայն դարաբատկերին։ Վերջի շրջանին կարող ենք ասել, որ դա ամփոփվել է 3 ուղղություններով, հերթափոխ, թե միաժամանակյա, տարբեր ձևաչափերով փորձերին, թե քաղաքացիական, թե քաղաքական, բայց մեծ միավոր համատեղ աշխատանքի, միադեղ աշխատանքի կոնսոլիդացիոն մեծ դաշտ ստեղծելու նպատակով։ Ունեցել ենք խոսակցություններ բարոն Ղարաբեդյանի թիմագիծների ներկայացուցիչների հետ, բարոն Թաթոյանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիրների հետ։ Այսօր ուրախ եմ, որ մեզ հետ է հյուրապար մեր ժառանգության հին բարեկամը, մասնակիցը, գամավոր անդամը, որ այսօր ներկայացնում է Ուժեղ Հայաստան, բարի գալուս Ռոբերտ Գասարյան։ Ցավոք սրտի որևէ մի ընդհանուր հայտարարի չենք հանգել, բայց այս անունների թվարկումը մեզ արիթ է տալիս առանց ավելորդ ցուցադրականության հիշելու այսօր մեր քաղաքական բոլոր հալածյալներին եւ բանդարգյաններին, Բաքվից սկսած Ռուբեն Վարդանյան, մեր նախագահները, զորավարները, զինվորները, շարքային քաղաքացիները, ովքեր մինչ օրս պատերազմի եւ մարդկության դեմ հանցագործության լույսի տակ մնում են գերի։ Եվ հայելային ցավոք սրտի հայելային արտահայտմամբ Հայաստանում, որտեղ ունենք տարբեր տեսակի բանդարգյան, քաղաքական, խղճի, ազգային բարերար, սրբազաններ, լրագրողներ, փաստաբաններ եւ վերջի շրջանում նույնիսկ մանկահասակ կամ դպրոցական հավատացյալ։ Հիշում ենք անուն առ անուն եւ պահանջում ենք, որ նոր իշխանության օրոք մենք ունենանք վերջապես մի Հայաստան, որ երբևէ չենք ունեցել 30 տարվա ընթացքում, որը զերծ է քաղաքական բանդարգյաններից, որը հարկում է դիմացի խոսքը, տեսակետ հայտնելու իրավունքը։ Մինչ գուսակցական, ժառանգություն գուսակցության քաղաքական որոշումը կընթերցվի եւ կհաստատվի բանաձևի միջոցով, ընդմիջումից հետո, թույլ տվեք ես ուղղակի որպես անհատ, որպես շարքային քաղաքացի եւ ժառանգության անդամ, պարզապես ամենայն բարիք եւ հաջողություն մաղթել Բարոն Գադարյան ձեզ, Սամվել Ղարաբեդյանի ղեկավարած ուժին, մնացած մեր զրուցակիցներին եւ ողջ ընդդիմադիր դաշտին, որ կարողանան բանաձև գտնել, որ հունիսի 7-ից հետո վերջապես ունենանք քաղաքագիր եղանակով, որքան դժվար է հավատալ, ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն։ Մի քանի հայրական կամ եղբայրական քաղաքացիական նկատառումներ, եթե ինձ թույլ տաք, որևէ մեկը քաղաքական դաշտում կամ այստեղ
նստած իր վրա չվերցնի, սրանք ոյի գուտակված են դարիների ընթացքում, և մինչ կուսակցությունը իր հստակ դիրքորոշումը գարդահայտի բանացերի միջոցով, և դուք արիթ կունենաք հաստատելու այն, պարզապես 2-3 խոսք։ Մենք դուրս պետք է գանք այդ մտայնությունից, այդ մենտալիտետից, որ ցանկացած թեկնածու, ցանկացած ղեկավար լինի իշխանությունում առաջի հերթին, կամ անընդդիմությունում, ասի, որ ես միակն եմ, առանց ինձ չկա խաղաղություն, առանց ինձ չկա տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն կամ իրավունքի Հայաստան։ 30 տարի նման խոսույթ լսել ենք Հայաստանի տարբեր ղեկավարներից, թեկնածուներից, ախոյաններից, եւ այսօր նույն բանը լսում ենք թե իշխող թեկնածուի, թե ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից։ Այն պետությունը, որ այլընտրանք չունի, թե իշխանության, թե ընդդիմության դաշտում, Իրանը դրա վառաբացույցը իր քաղաքական ռազմավարական խորքով, այն պետությունը, որ ասում է միայն ես եմ եւ այլընտրանք չի տալիս, 1, 2, 3, 10 այլընտրանք, նույն գործառույթի, նույն պաշտոնի համար, դա պետություն չէ։ Եվ հերիք է, որ ամեն մեկը իր մեջ ամփոփի պետության իմաստը, խորքը, դարողությունը եւ ասի, որ ես եմ պետությունը, ոնց որ ասվել է, ես եմ կառավարությունը, բայց այս նաեւ մտայնությունը պետք է արմատախիլ անենք նաեւ ընդդիմադիր դաշտում։ 8 տարի առաջ ես ներկա էի այդ բանավեճին, որտեղ ներկայացվեց այն ժամանակ իշխանության ներկայացուցիչ, այսօր արդեն ընդդիմադիր գործչի կողմից, որ մենք սպիտակ ենք, դուք սև եք։ Ես էլ դա երդումի մեջ, ասին ինքը սպիտակ, մենք սև դա։ Դեն հետո ներկա և նախկին և այլն։ Այդ բարակտիչ, այդ բաժանարար գծերը, այդ ինքնահավան, մեծամիտ, չգիտեմ, ոչ հայկական, ոչ հայաստանյան արձագանները պետք է դուրս կան քաղաքական պայքարի խոսույթից։ Եվ այսօր նախանշանները կան, թե դրա խորության չի հասել, բայց խնդրում եմ դուրս գանք նոր ուժեր, հին ուժեր, բադրանքային այս երկընտրանքից։ Շատ ողջունելի երդասարդ սերունդի աշխուժությունը, նախաձեռնողականությունը, դրա մասին հետո ավելի հստակ կլսենք։ Բայց սահմանափակել պայքարը, նպատակը, մեր լինել չլինելու գոյութենական խնդիրը հին ուժերով կամ նոր ուժերով դա բադրանքային է, ոչ մի դեր չտալու։ Նոր ուժերի մեջ ինչ կա հնի լավն ու վատը, չագետա հին ուժերի մեջ ոչ միայն կա փորձ, այլ կա նորարարություն։ Մենք մեզ չսահմանափակենք, չարդարացնենք մեր ճիշտն ու սխալը բաժանարար նոր արձագաններով։ Իսկ մենք, սիրելի հայրենակիցներ, մինչ կշարունակենք ընդհանուր պայքարը այս նախընտրական շրջանում, բանաձևի համապատասխան, մենք նույնպես բարդավոր ենք շարունակել այդ բաժին ճանապարհը, որ մեզ է ձոնվել, ընձայվել, դարաբալից, բայց հայրենի ծառայության քաղաքագիրտ հայրենիք ունենալու ճանապարհը։ Կշարունակենք մինչև կլինեն այնպիսի ներքին ուժականություն, կառուցվածքային վերածնունդ եւ նաեւ քաղաքական պատեհություն, որ մենք ուղղակիորեն վերադառնանք նաեւ քվեաթերթին։ Դա լինի հերթական, ով գիտի, նաեւ արդահերթ հնարավորություններով։ Նաեւ մինչ այդ զեկուցեմ ձեզ, որ բոլորս արդեն գրում ենք այդ իրականությունը մեր մեջ,
որ ժառանգությունը, որ միշտ եղել է առաջի օրվանից եւ հետ, վեր գուսակցական հանրային առաջարկ, որը գաբում է մեր անցյալ աբակայի հետ, նոր սերունդը ավակ սերնդի հետ, որ մենք նաեւ պիտի հարստանանք վերայմաստավորված վեր գուսակցական ժառանգության։ Եվ հուլիս ամսին, որտեղ գա մեր գրասենյակը այսօր, պետք է բացումը կատարվի ժառանգության տան։ Մենք ունենալու ենք վերգուսակցական համազգային ժառանգություն դուն, որի մասնիկը մենք ենք լինելու, բայց ոչ ամբողջությունը, շարժիչ ուժերից մեկը։ Այնտեղ մի վերանորոգված վայրում լինելու է Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ազգային գրադարանը եւ արխիվը, մեր հին ավակ անցած կամ անցնող սերնդի ժառանգությունը մեզ, արդի հայոց պատմության, ցեղասպանության, ժառանգության, առաջի հանրապետության դասերի, մեր սերնդի նվիրումը, իրարական քաղաքականություն, հանրային դիվանագիտություն, ժառանգությունը նոր լույսով, նոր բարդականությամբ, նոր ազատությամբ եւ նոր դերակատարմամբ։ Եվ ի վերջո երիտասարդ սերնդին պատկանող աբակա Հայաստան, ստեղծարար Հայաստան, իր մեդիաներով, լրատվամիջոցներով, մշակույթով, արվեստով, հայկական քաղաքակրթական իրական արժեքներով։ Ահա այս ազգային եւ միջազգային առանցքն է, որ նաև մեզ պիտի հարստացնի մեր իսկ պայքարում, թե նախընտրական եւ առավել եւս հետընտրական շրջան։ Ուրեմն սիրելի համակարգացիներ, հայրենակիցներ, սա է մեր գարկը, հավատով մեր հանգանակը, Արարատից արագած, Խուստուպից մրավ, ի գադար թող լինի, թող միշտ բանձա Հայաստան։